կապված ձեր ասելիքը հոկտեմբերի 27-ը ձեզ համար ամբողջությամբ բացահայտված է։ Ասելիք հենց դա է եւ խորհուրդն էլ դա է, պետք է բացահայտվի, որովհետեւ այդ էջը փակվի։ Էջը փակվել չի նշանակում մոռանալ, թե ինչի միջով անցավ մեր երկիրը հոկտեմբերի 27-ից հետո։ Եվ կարծում եմ, որ եւ անցյալ տարի էի նույնը կարծում եւ հոկտեմբերի 27-ից հետո էլ մշտապես մենք կարծել ենք, որ պետք է 1 օր առաջ դա բացահայտված լինի եւ նորից ուզում եմ հիշեցնել Հրանտ Մաթեոսյանի խոսքը հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտված լիներ 28-ին եւ այսքան ժամանակ ըստ էության ոչ թե կասկածներ մեր շատ է ուղղորդում եւ կարծում եմ, որ գլխավոր դատախազությունը, քննչական մարմինները անջատված մասով եւ ընդհանրապես դեռ հնարավորություն կա հասնել լիարժեք բացահայտման եւ ես լիահույս եմ, որ այս տարի թեկուզ փոքր, բայց կտեսնենք բացահայտման գոնե հնարավորություն, որը հնարավորություն կտա շարժվել առաջ։ Ինչն է ձեզ այդպիսի։ Որտեղ կան մարդիկ, որոնք Հայաստանում չեն փախացել, բայց նրանք մահացած չեն եւ նրանք գոյություն ունեն։ Նորից կրկնեմ այն մարդկանց ցանկը, որոնց ես կուզեի, որպեսզի մեր պատկան մարմինները օր առաջ տեսնեին Հայաստանում եւ տային իրենց հետաքրքրող հարցերը։ Ալիկ Հարությունյան։ Որտեղ Ալիկ Հարությունյան, ամենակարևոր վկաներից մեկը։ Չկա չէ։ Վկաների շատերը մահացել են, բայց կան առանցքային վկաներ, որոնք կան եւ չկան եւ իրենց չլինելը պետք է մեզ հուշի, որ նրանց ներկայությունը հնարավորություն է տալի նախաքննական մարմնի 99 թվականի ձեռք բերված ապացույցները պետք է նորից գտնեն իրենց ճանապարհը, որը կտանի մեզ լիարժեք բացահայտման։ Խոսքը վերաբերվում է պարոն Ջանգիրյանի կողմից ստեղծված քննչական խմբի աշխատանքները եւ այն հատորները, որոնց մեջ ըստ էության կարելի է տեսնել շատ բան։ Պարոն Քոչարյան, ձեր հասցեին ձեր Դուք մի հատ ներկայացեք։ Շատ լավ։ Իշխող ուժի հասցեին մեղադրանքներ են հնչում, որ Քարոզ Արշավի ժամանակ խոստումներ էր տրվում, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից, որ ընտրեք եւ հոկտեմբերի 27-ը մարտի 1 ամբողջությամբ կբացահայտվեն։ Սակայն 6 ամիս է մնացել մի փոքր ավելի եւ արդեն նոր ընտրություններ ունելու, այդ խոստումը չի կատարվել։ Ես քիչ առաջ խոսեցի, թե ինչ պատկերացումներ անձամբ ես ունեմ, լինելով վարչապետ Վազգեն Սարգսյանի անմիջական կողքը գտնվող անձնավորություն, որը նաև պատասխանատու էր ուժային համակարգի զարգացումների համար։ Եվ ես այսօր էլ համոզված եմ, որ մենք ամեն օրը պետքա աշխատանք սկսենք այս չլուծված հարցերի բացահայտումով առաջնային հոկտեմբերի 27, մարտի 1, չնայած մարտի 1-ի բացահայտումը ըստ էության մեդի որոշումով ամբողջացվեց, բայց հոկտեմբերի 27 ուղղությամբ մենք հսկայական անելիք ունենք։ Եվ այդ անելիքի հետ կապված հիմնական հսկող գործառույթներ ունի գլխավոր դատախազությունը, նաև գլխավոր դատախազը ընտրվելուց մեզ բոլորիս խոստացել էր, որ դա պետք է լինի մեր բոլորիս պատվի հարցը, դրա բացահայտումը։ Եվ ես, եթե հիշում եք, գլխավոր դատախազի զեկույցի ընթացքում ես իմ պատկերացումները, նաև քայլերի հաջորդականությունը ըստ էության հստակ նշել եմ։ Ես միայն տվեցի Ալիկ Հարությունյանի անունը, բայց ելի կան վկաներ, որոնք 99 թվականի քննչական խմբի կողմից ձեռք բերված ցուցմունքների հիման վրա տալիս էին հստակ պատկերացում, թե ոնց աղավաղվեց դա, դա ուրիշ խնդիր է եւ դատաքննության փուլն էլ ըստ էության գնաց աղավաղման ճանապարհով եւ նաեւ փախուստի մեջ է գտնվում այն դատավորը, որը այդ հնարավորությունը տվեց հիմնական վկաներին չլսելու, դա պարոն Ուզունյանն է, որը լքել է Հայաստանը եւ նրան օր առաջ պետք է տեսնել քննչական մարմինների հարցերին պատասխանելու միջավայրում, որպեսզի կարողանանք հասկանալ ով հրահանգավորեց, որ կարևոր վկաները դուրս մնան դատաքննական փուլից կամ ընդհանրապես չլսվեն։ Պարոն Քոչարյան, դուք Նիկոլ Փաշինյանին հնարավորություն ունեցել եք հարց հղելու կամ առաջիկայում կհղեք հարց իր համար, ինչպես է ստացվում, որ հոկտեմբերի 27-ը բացահայտված է, քանի որ ինքը այդպես է կարծում, բայց օրինակ դուք, ինչպես նաև քիչ առաջ պարոն Միքայելյանը եւս նշեց, որ իր համար էլ հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ։ Գուցե Աննա Վարդապետյանը կրկին ինչ-որ բան է զեկուցել առավել Նիկոլ Փաշինյանին, քան հանրությունը կամ քան եւ դուք գիտեք։ Գիտեք ինչ, իմանալը հարցի մի մասն է, իմանալը դարձնել ապացույց դա հարցի մյուս մասն է, այսինքն ինչքան տարիները հեռանում են, այնքան բացահայտման հնարավորությունները փոքրանում է։ Դրա համար եմ ասում, օր առաջ պետք է դա բացահայտված լիներ։ Ես իմ հարցազրույցը ձեզ սկսեցի
Մեծան Մաթեոսյանի խոսքերով 27-ը պետք է բացահայտված լինի 28-ով, որովհետեւ այս հարցերը չլինեին։ Այս հարցերը այսօր էլ կան, քան այս հարցերի պատասխանը չկա, դա մեզ առաջ գնալու հնարավորություն չի տալի, նաև ուժային մարմինները պետքա կարողանան նման բարդ գործերը բացահայտեն, որովհետեւ կանխվեն հնարավոր նման զարգացումները ապագայում։